Բարի ժողովուրդ ջան, ինձ անընդհատ գրում են, վերջին ինչ մեքենա էր այդ շտապօգնության մեքենան, մերի ջան, բացատրի հասկանանք։ Ուրեմն ժողովուրդ ջան, գոյություն ունի երկու միջազգային կազմակերպություններ։ Մեկը Կարմիր խաչն է, մեկը Կարմիր մահիկն է։ Դրանք միջազգային կազմակերպություններ են, որոնք 3 Նոբելյան մրցանակի են արժանացել։ Թվերը, եթե ձեզ հրապշկրում է, Google-ով գրեք Կարմիր մահիկ, կբերի Կարմիր խաչ եւ Կարմիր մահիկի պատմությունը, որ թվականին է ստեղծվել այդ կազմակերպությունները, 1860 քանի թվին է ստեղծվել ու 3 Նոբելյան մրցանակի է արժանացել այդ երկու կազմակերպությունները։ Ինչ մեքենա էր։ Հիվանդ էին տեղափոխում Ֆրանսիայից, մեր եզդի եղբայրներից մեկին, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որը կոմայի մեջ էր։ Այսպես հանգիստ բացատրեմ, թե ինչ էր կատարվել, բայց ինչի եմ նորից այս վիդեոն զապիս անում։ Ժողովուրդ ջան, եթե դուք անգամ տեսնում եք ինչ-որ մի կասկածելի բան եւ գտնում եք, որ դա վտանգավոր է ձեր պետության համար, որ սա պետության անվտանգության հարց է, դրա համար գոյություն ունի ուժայիններ, դուք իրավունք չունեք ընդհանրապես խառնվել այդ գործի մեջ, այդ գործընթացի մեջ։ Ասեմ ավելին, մի քանի ամիս առաջ մի հատ շատ փոքր ուղեղով մի հատ անասուն մեքենայի մեջից նկատել էր, որ ինչ-որ մի հնդիկ եղբայր կանգնել եւ մեքենաներն է հաշվում, մտնող, դուրս եկող ու գրանցում է իր ամոթ, բեռնատար, մարդատար, ավտոբուսներ, սեդան, խեչբեկ, ամեն ինչ նշում էր իր ամոթ։ Եվ այս փոքր ուղեղով հայվանը մտածեց, որ սա ագենտ է Թուրքիայի, կանգնել է հաշվում է, ինչի համար է հաշվում, այսինքն նորից իսերի շիզոֆրենիի, ոնց որ ասում են։ Բայց իր մտքով անգամ չէր էլ անցնում, էլի, որ սա կարող է լինի քաղաքապետարանի, ասենք, աշխատակիցը, որը հաշվարկներ է անում, որպեսզի ելք ու մուտքը հասկանան, ծանրաբեռնվածությունը հասկանան, որպեսզի այդ նույն լուսավորների, այդ սվետաֆոր կոչվածների համար կարգավորեն կամ ինչ-որ ճանապարհներ դարձնեն միակողմանի եւ այլն եւ այլն։ Եվ այս փոքր ուղեղով միջատը հերիք չի, որ նման բան էր նկարանում իր մեքենայից, ուղիղ եթեր էր անում ժողովրդին անհանգստացնելով իր շիզոֆրենիան միացնելով, էդի հերիք չի։ Ինքը իրան թույլ տվեց դուրս գա, այդ հնդիկին քաշքշել, վիրավորել, գլխարկը վրից հանել, շարֆը քաշել, իր լրփին զանգել, որ ալմի հատ անգլերեն բացատրի ոնց սրան ասեմ, այն ասեմ, էս ասեմ, հասկանում եք ժողովուրդ, որ դուք իրավունք չունեք նման բաներ անել։ Եթե դուք տեսնում եք կասկածելի մարդ, զանգեք ոստիկանություն, զանգեք ԱԱՑ, չգիտեմ։ Այդ համարները գրանցեք ձեր հեռախոսի մեջ, զանգեք, ահա զանգ արեք, բայց դուք իրավունք չունեք ոչ միտեղ ձեր քիթը մտցնեք։ Շատ կոպիտ եմ ասել, լավ եմ արել, որովհետև արժանի էր նման տականքը, որը խոչընդոտում էր շտապօգնությանը ու կարող վնասեր տվյալ անձնավորությանը, որը 4 բալիկ ունի, հա, կարող էր վնասել, էլ չեմ ասում, որ իրան դրել էր այն տաքսի կինոյի Շումախերի տեղը, էլ հոծգից, էլ ինչ խախտում ասես անում էր, իբր ընկելա Թուրքի հետևից։ Սա անընդունելի է։ Սա անընդունելի է։ Ոչ մեկ իրավունք չունի նման գործողություններով զբաղվի։ Դրա համար գոյություն ունեն ուժայիններ, պատկան մարմիններ, որովհետև մենք ձեր նմանների այդ տականքները, որ նման կերպ են իրանց զբաղվում, ձեր նմանների հոր կամբախճի։ Սա պետություն է։ Ընդ որում մի հատ էլ բացահայտում անեմ նման միջատների համար։ Ուրեմն ագենտները այտենց բացեի բաց չեն գալիս, էլի ու կանգնում, ասենց գրում, հաշվարկում, այ անուղեղներ։ Ու սենց միանգամից մեքենայով ներս չեն գնում, որ դուք տեսնեք, էլի։ Հա? Երկրորդը, միջատներին բացատրեմ երկրորդ ֆակտորը։ Եթե դու զգում ես, որ դիմացին ագենտ է, բացեի բաց չեն հարձակվում, նա հասկանում են այդ ագենտին ով է բերել, էլի։ Դրա համար համապատասխան գործողություններ է կատարվում ուժայինների կողմից։ Եթե դու այդքան սրտացավ ես, դու ուրեմն ճիշտ քայլեր պետք է անես, որ իրոք ապահովես քո պետության անվտանգությունը։ Իսկ երրորդ ֆակտորը նման միջատներին բացահայտեմ։ Երբ որ դիվանագիտական հարաբերությունները մեր կարգավորվի երկու պետությունների մեջ, այո, դուք մեր պետության մեջ թուրքեր կտեսնեք։ Ու յուրաքանչյուր նման պահվածք կստանա տուժ ու տուգանք։ Սա մեկն միշտ հիշեք։ Մենք թույլ չենք տա, որ ձեր նմանները խայտարակեն մեզ հանեն վախկոտ նազարներ, թուրքին տենանք ու վախենանք։ Բա, էլի մենակ էդ էր մնում պակաս, որ մենք տեսնեինք թուրքին ու վախենայինք։ Մի բան էլ ասեմ, չէի ուզում անդրադառնալ, բայց անդրադառնամ մի հատ խլինք, իմ նկարը դրել է, իմ նյութը դրել է, ու խլինք ինչի եմ ասում, որտեվ լակոտ է, էլի, իմ համար նա լակոտ է, ու գրել է, որ Նիկոլի պարվա զոմբիները, ուրեմն լսի այ խլինք։ Զոմբի դա նշանակում է անուղեղ։ Բայց քո ուղեղը չհերիքեց, որ գաս ինձ մի հատ հակափաստարկ տաս, մի հատ հակադարձես։ Ուղեղը չհերիքեց, անուղեղն էլ ես եմ։ Եթե դու այդքան կաս, արի բանավիճ ենք, քաղաքականություն կլինի, թե այս իրավիճակը կլինի, կբանակցենք, կլկտեսնենք, հետո անուղեղը։
Էդի մեկ, երկրորդը, որ դու ասում ես պարվա զոմբիներ, արի մի հատ այդ պարվայից սկսենք, էլի։ Քո մերը կարող է 18 տարեկան եսի ինչ խլինք է, հա։ Մերը քանի տարեկան է լրփի վաստակ։ Պարավ չի, շուտով կպարավանան, ես չերազես էլի, որ մնալու է Մերլին Մոնրո մինչև կյանքի վերջ։ Կամ տատը ով է, պարվա չի, հիմա լավ է, որ կանգնեմ ասեմ պարվա 603-ների ընտանիք, ասես լավ է։ Կամ բռնեմ նկարը դնեմ, նոր այդքանը ասեմ, այտենց լավ կլինի, քեզ կդզի տենց, ասենք դու քեզնից ինչ ես ներկայացնում, այ խլինք, հա։ Նոր ատակը չորացե, պամպերսը նոր ես հանևերից է, արդեն քեզ բան ես անում, հա, վերապահում ես նման իրավունք, որ մտնես ինչ որ Նիկոլի սատարողներին նման կերպ դիմես, քո մեր ով է, պարվա 603, հա, տատը ով է, պարվա 603, հա, հարց եմ տալիս։ Դու ով ես, որ մտնես Նիկոլին սատարողներին նման բան ասես, այ խլինք։ Նկարը չդրեցի, որտեղ մտածում եմ մարդ ես, մեկ էլ տեսար, մեկը խորխեց վրետ ամուսնացավ հետդ, էլի, խայտարակ չանեմ։ Հիսու եք կարա դուք։ Ինչ հա թե ձեր սրտով չի, արդեն պարվա զոմբիներ։ Դե քո մերն էլ, քո տատն էլ պարվա 603-ներ են։ Դե գնա վայելի։ Ես ոչ խնդիր չունեմ։ Այ խլինք։ Կարճ ասած, հարմարվեք այդ մտքի հետ, որ Թուրքի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու ու մի տարի հետո կլինի, թե 2 տարի հետո կլինի, այո, Թուրքը հայտնվելու է մեր պետության մեջ, ինչպես որ ռուսն է հայտնվում մեր պետության մեջ, որովհետև մենք բացահայտելու ենք եղերնի մեջ ով էր թաթախված, դաշնակներից բռնած, ռուս չակերտավոր եղբայրներից ելած։ Այ հենց ընտրությունները եղավ, ընտրություններից հետո անմիջապես Մերի Տոմոյանի պահանջները կառավարությանը լինելու է նա, որ ամբողջովին արխիվները բացվի, որ ձեր նման խլինքաբրազնիները միացած ներքևից վեր պատրվեն։ Հասկացաք։ Ու չկասկածեք, որ մենք ենք հաղթելու։ Այո, Նիկոլն է լինելու ղեկավար, չկասկածեք։ Ես ասեմ ավելին, առողջապահության նախարարությանը կոչ եմ անում շտապօգնություններ շատ գնի, որովհետև նախադեպ է լինելու այդ օրը։ Ընտրությունների օրը նախադեպ է լինելու։ Սաղիթ ինֆարկտ է խփելու։ Այդ որ եկա մեզ ասում եք քիչ է մնացել, մորթելու ենք ձեզ, էս ենք անելու, ֆլան ենք անելու, ֆստան ենք անելու։ Դուք իմ համար թուրքից չեք տարբերվում, գիտեք խի, որովհետև այն ժամանակ թուրքն ա կոտորել, հիմա էլ դու ես ուզում ինձ վերացնես։ Բայց դու որ իմ հակառակ կողմից ես, այսինքն դու հակառակ ուժի ես սատարում։ Ես էլ իմ բերանից էլ դուս չի եկե, որ քեզ մորթելու եմ։ Երևի մեր մեղքը դրանում է։ Նենց որ հանգիստ սստվեք տեղներդ։ Կգա ընտրությունները, կընտրվի Նիկոլ Փաշինյանը, կլինի ղեկավար։ Ես ամեն ինչ եմ անելու, որ արխիվները բացվի, որ դուք մի հատ պատրվեք, այ իբա հարվածներ։